2026 թվականի մայիսի սկզբի դրությամբ հոլանդական Հոնդյուս զբոսանավի վրա արձանագրվել է հանտավիրուսի բռնկում։ Մայիսի 4-ից 7-ի տվյալներով նավի հետ կապվում է մահվան մոտ 5-ից 8 դեպք։ Մահացածների թվում են հոլանդացի զույգ եւ Գերմանիայի 1 քաղաքացի։ Ավելի քան 140 ուղևոր եւ անձնակազմ ունեցող նավը Արգենտինայից ուղևորվում էր դեպի Կապո Վերդե, ապա Կանարյան կղզիներ։ Բացի գրանցված մահերից առկա են մի շարք հաստատված եւ կասկածելի վարակման դեպքեր, ինչի պատճառով սկսվել է միջազգային շփումների լայնածավալ հետաքննություն։ Ինչ է հանտավիրուսը։ Հանտավիրուսի անդերի շտամը առանձնանում է նրանով, որի տարբերություն հանտավիրուսների մեծ մասի կարող է փոխանցվել մարդուց մարդուն։ Հանտավիրուսի մասին խոսել է բժիշկ Ջոնը։ Հանտավիրուսը վտանգավոր եւ արագ զարգացող վիրուս է, որը կարող է ընդամենը 24-ից 48 ժամվա ընթացքում դառնալ ծայրահեղ ծանր եւ նույնիսկ մահացու։ Մարդը կարող է սկզբում լիովին առողջ տեսք ունենալ, սակայն արդեն նույն օրը կամ հաջորդ օրը նրա վիճակը կարող է կտրուկ վատթարանալ։ Դեռ 1990-ականների կեսերին, երբ օրդինատուրայի է անցնում բժշկական համալսարանում, այնտեղ արձանագրվել էին հանտավիրուսի առաջին դեպքերը։ Հիշում եմ, այդ ժամանակ բժիշկները դեռևս չէին հասկանում, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն։ Վիրուսը հիմնականում հարվածում էր առողջ երիտասարդներին, առաջացնելով ծանր բարդություններ։ Հիվանդությանը անդրադարձել է նաև առողջապահության թղթակից Դոմինիկ Հյուզը։ Այս բոլոր դեպքերը կապված են Հոնդյուս զբոսանավի հետ, որը ապրիլի սկզբին մեկնել էր Արգենտինայի ամենահարավային հատվածից, սակայն առաջին երկու մահացածները հոլանդացի զույգ էին, որոնք միջնավ բարձրանալը ճանապարհորդել էին հարավային Ամերիկայում։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ ենթադրվում է, որ նրանցից մեկը կամ երկուսն էլ կարող էին հենց այդ ընթացքում շփված լինել վիրուսի հետ։ Հանտավիրուսի անդերի շտամի գրանցվել է թե Արգենտինայում, թե Չիլիում եւ հայտնի է մարդկանց վարակելու բնույթով։ 2018 թվականի վերջին Արգենտինայում արձանագրվել էր բռնկում, որը կապված էր նույն միջոցառմանը մասնակցած մարդկանց հետ։ Այդ դեպքով մեկ վարակված մարդը դարձել էր 34 հաստատված դեպքի եւ 11 մահվան պատճառ։ Հանտավիրուսի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակված կրծողների արտաթորանքների հետ շփումից 1-ից 8 շաբաթ անց։ Սկզբնական ախտանիշները հաճախ հիշեցնում են գրիպ, ջերմություն, մկանային ցավեր, ուժեղ հոգնածություն, գլխացավ եւ գլխապտույտ։ Հիվանդության զարգացումից 4-ից 10 օր անց կարող են առաջանալ շնչառական ծանր խնդիրներ, հազ, կրծքավանդակի սեղմվածություն եւ թոքերում հեղուկի կուտակում, ինչպես նաեւ սրտխառնոց եւ փսխում։ ՀՀ առողջապահության նախարարության եւ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր եւ վերահսկելի։ Մասնագետների գնահատմամբ ընդհանուր բնակչության համար լուրջ սպառնալիք չկա։ Հայաստանի առողջապահական մարմինները շարունակում են հետևել միջազգային զարգացումներին, ապահովելու իրավիճակի մշտադիտարկում եւ հանրային անվտանգությունը։ Դե ինչ մնացեք մեզ հետ հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։